Ամսի 27-ից անհետ կորած փոքրիկ Տիգրանի մասին նոր ինֆորմացիա կա, ուրեմն իր հորաքույրը հարցազրույց է տվել, որտեղ որ որոշ մանրամասներ է պատմել, Տիգրանը իրենից 2 տարի մեծ եղբոր հետ դուրս է եկել եւ տուն է վերադարձել միայն իր մեծ եղբայրը, բայց այդտեղ մի խնդիր կա, որ մեծ եղբայրը համր է, խոսել չի կարողանում եւ երբ որ երեխային հարցնում են թե ուր է քո փոքր եղբայրը, ինքը ձեռքով ցույց է տալիս վիզա, եկեք նայենք թե ինչ է ասում իր հորաքույրը։ Տեղ հաշտալի հոսը բողազն հոպտալ։ Ուրեմն երևի ողջացրել են ինչ են նրա, չգիտեմ։ Այսինքն երեխան կոկորդն դինացույց տալիս։ Հա։ Երևի վախեցրել են ինչ են նրա, չգիտեմ։ Հիմա լոգոպեդներն ու հոգեբանները աշխատում են Տիգրանի եղբոր հետ, որպեսզի կարողանան ինչ-որ ձև ինֆորմացիա ստանան երեխայից, բայց այն, որ երեխան նման ռեակցիա է տալիս, երբ որ նրան հարցնում են որտեղ է քո եղբայրը, շատ հետաքրքիր է։ Եվ հաջորդ ինֆորմացիան այն է, որ գյուղից ինչ-որ մեկը փոքրիկ Տիգրանին տեսել է կամրջի մոտ, բայց կամուրջը բավականին հեռու է գյուղից, մոտավորապես 1 կիլոմետր է, եւ դրանից հետո արդեն խիտ անտառներն են եւ Սևանը։ Բայց գյուղացիներից մեկը նրան տեսել է ավելի հեռու կամրջի մոտ։ Կամուրջը Մայրուղու կողքին է, իսկ եթե Մայրուղին էլ անցել է, ապա այդտեղ դեպի Սևանա լճի ջրերը տանող Չիչխանի խիտ ու փշոտ անտառներն են։ Որոնումները իհարկե շարունակվում են եւ ոստիկանությունը եւ փրկարարները աշխատում են, կան կամավորներ, մի խոսքով հետևենք, տեսնենք, հուսով եմ, որ երեխային շուտ հնարավոր կլինի գտնել։ Իսկ դուք հետևեք, տարածեք այս վիդեոն, շնորհակալություն։